Կյանքում փնտրում եմ մի աղջիկ բլոնդ թե սևուկ կարևորը օջախի աղջիկ լոս ես թե նալջիկ ռուս ես թե տաջիկ բոլորը ման են գալիս օջախի աղջիկ նա կարա լինի Արնախում ինչպես ճղճիկ բայց կարևորը լինի օջախի աղջիկ խաչիկը վաճիկը քաջիկը ինքյացման կգան միայն թե հասնեն օջախի աղջկան օջախի աղջիկ սիրունիկ աղջիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուր հոս քեզ կտանեմ ես եգի բտոս որ դաս գոնե ինձ մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ սիրուն աղջիկը դուն եգուր հոս քեզ կտանեմ ես եգի բտոս որ դաս գոնե ինձ մի պաչիկ խորոտիկ օջախի աղջիկ Սուսեք լավ սկսվավ Երեխեք, հիմա ինչ պիտի անենք։ Ծոլը ցեներդ կտրեք, ես հետո կսեմ ինչ ենեք։ Ես տեսնիմ գոշ, դուք իրոք սկի մեջ եք, ձեր աղբերն է մերը։ Դրա համար պիտի հարգենք մարդու հիշադակը։ Ես քելեխը կկազմակերպեմ։ Երեխեք, քելեխը ո՞րն է։ Իջոցառում է ուրդեղ սաղ սև գահակնին։ Աղջի, պիտի white party-ների նման։ Ես այդ ձեր պիդի միդի պետ մետ ու վայտ չիդեմ, ըսի կայանի բլեք պարտին է։ Ինչ նորություն կա Ռուդոլֆից։ Շատ վատա ոնց որ թե կոմայի մեջ է։ Ինչ անում եմ չի զարթնում։ Աղջի դե ո՞ց չի զարթնում է։ Հələ սպասի։ Ռուդիկ։ Աղջի էսի չի շաչում։ Այս սենց բանի։ Բայց մեկ վարկյան, հա։ Այսինքն չի շնչում։ Աղջի էսի պակասա։ Լսի են չի ես ձեռը բռնեհո ձեռով չի շնչում։ Ոյ սենց բանի մայրիկ ողջ է շնչում է։ Շնչում է։ Ռուդի, էլի Ռուդի։ Մեկ վարկյան այսպես կսպանես դու նրան։ Այ քեզի բան, Մինասյանը որ իմանա Ռուդիկ ես վիճակում, հա։ Այ որ սաղ մեր վզին կփաթաթի։ Պետք է նենց անենք, աղջիկեր, Մինասյանը ոչ մի բան չիմանա այս Ռուդիի վիճակի մասին։ Այս Զաբելից բան չեմ ջողում ու կորավ։ Вообще ստերի գեղեցկուիները մի տեսակ տարօրինակ են, օրս օրը։ Վիլեն, Զաբել ջան, Ստեփան, ես չեմ ջողում, դուք իրա ճանաչում եք։ Այո, պարոն Մինասյան, իմ մոդելներն են։ Մենք այստեղ ենք, որպեսզի ձեզնից ճշտենք, թե ինչ է անում այստեղ Ռուդին։ Եվ իմացանք, կարճ ասած մենք ձեզ օգտագործել ենք։ Ձեր կարծիքով այս հարուստներին թողած ձեր հետևից պիտի ընկնեինք, պարոն Մինասյան։ Ես ինչ ես ասում, Զաբել ջան, Վիլեն ջան, Ստոպ։ Կարևոր իմացանք, որ Ռուդին այստեղ է Շելարյանի տղայի համար։ Ասեմ իմանաք, Թոմասին մենք մեզնով ենք արել։ Ասեմ ավելին, բոլորը կիմանան, որ այդ ինֆորմացիան դուք եք ձեր բերանից դուրս թռցրել, պարոն Մինասյան։ Աղջիկներ, զամնոյ։ Սխալ կողմ էին գնում։ Այ քորա, պիտի վրաս Ռուդին ասեմ սրա մասին, թե չէ մեր գործերը ջրվելու են։ Մայրիկ, բայց ճիշտ է իր ասում, որ չիպսելատրի դեի ձողիկները նյարդային ժամանակ հանգստացնում են մեզ։ Ազիս 100%։ Լսի են մեր Քրիստիկի, Ձիորի երեխեն։ Աղջի միջև ես չիպսեր ու ձողիկները չգրկի, չի քնում։ Բամեջի սահումները, վա։ Մինասյանն է։ Հա? Վայ աղջի, ինչ եք անելու։ Պատասխանիր եւ ասա, որ այստեղ չէ Ռուդոլֆը։ Աղջի, սպասի, կարող է Ռուդիկի ձևերով հերստենք հեռախոսը, իրա ձևերով խոսանք, ասենք, որ ստե չի, օրինակ ստենց։ Ալյո,
Այո, Մինասյան, այո, ես Ռուդոլֆն եմ, Հայաստանի լավագույն դիզայները, այժմ արևայրուք եմ ընդունում։ Ավելի լավ է ասենք, որ ստե չի։ Ալո, Ռուձի։ Մինասյան ջան, հասունը։ Ասո։ Արես քեզ եմ զանգի։ Ես ուր եք, չեմ ջոգում։ Հələ դու Ռուձիկին։ Մենք սենյակում ենք։ Դե ուրեմն հելնեմ եմ սենյակ։ Չէ, Մինասյան ջան, մենք համարում չենք վաբշե։ Ուր եք։ Մենք կամերում ենք, Նաչալնիկ ջան, ասում եմ կամերում ենք, մենք պլյաժում ենք, Մինասյան ջան, Նաչալնիկ ջան, պլյաժում ենք։ Պլյաժում։ Դե ուրեմն լրվեք պլյաժում, հեսա գալում եմ։ Դուք Ռուձին արագ տանում եք պլյաժ, ես գնում եմ Նաչալնիկի դեմն առնեմ շեղեմ, արագացրեք։ Հլնայք, նենց իրական են նկարը սարքել, ոնց որ Ռուձին իսկականից տեղ մեր հետ նստած լինի իրա պանիխինային։ Աղջին, հələ ձենդ կդրե։ Մի հատ ներկայացնեմ, թե ով ինչ է մեզ հիմար ղրգե։ Այս խաշացավը վերևի կամերի սեկոսերվիզի Սուսիկն է ղրգե, ու կարանտեկայնի որ շատ համով է։ Սուսիկը մեկ երեզմանը 6 հոգու վրա էր ծախե, դորմար պրնին նստծրին։ Այս կանաչին է կողքի կամերի համեմիգն է ուղարգե, ու կարանտեկայնի որ շատ համով է։ Համեմիգը 5 տոննա թարխուն է ուզեցե երկրից հանե, են է բարձվելի որ դիք ծխել ու կանաչի է։ Պրնին նստծրին խեղջախ չգան։ Այս կատնային տասական նրբերշիկն էլ բեկոնն է ղրգե ու գերմանացի տեխնոլոգները կարանտենկային էր շատ լավն է։ Դե նվակնել գիտարիստ մաշն է աբաով է։ Բայց ես դուդուկա։ Բար տեսնիս գիտար ինչախ կնվակ է։ Դե վերցրեք խմենք։ Չէ, մենք ուղղակի կչխկցնենք։ Աղջի ջան, քելեխի վաղ չեն չխկսնե։ Վերցրեք խմենք նշենք այ մարդ, թող Եգիպտոսի ավազը թեթև եղնի Ռուձիի վրա։ Սյուզ ջան, քանի անգամ պետք է ասեմ, որ երեկվանը համբույր չէր։ Զուտ է տարաբը եկել էր ուզում էր արհեստական շնչառություն տալ։ Ավաքյան։ Երևի դրա համար էր, չէ՞ տենց ռոմանտիկ ժպտում։ Չէ ժպտում է, չտեսար, բրդում էի, որ մոտ չգա։ Ամել ի տարբերություն քեզ գոնե կա մեկում դուրը գալիս եմ, ոչ թե քո նման չորով ճամփում են։ Женщина, ну как вы не понимаете? Ну не нравитесь вы мне. Արա как я тебе не нравлюсь? Все меня хотят արա։ Ստյոպիկ ջան, լավա հետո համոզվեցինք, որ Ալեքսեյը ալտերնատիվ գեղեցկության սիրահար էր։ Շատ ալտերնատիվ գեղեցկության սիրահար էր, Ու ընդհանրապես, դու գիտես ինչքան դժվար է կին լինելը, բայց չէ տղամարդ։ Այդ ոնց է։ Էլեմենտար Եգիպտոսի հանգիստը։ Ում համար է ստեղ ավելի դժվար հանգստանալ։ Կնոջ, թե տղամարդու։ Սյուզ հանգստանալու դժվարն ու հեշտը ո՞րն է։ Դե լսի, պատմում եմ ինչպես է անցնում կնոջ հանգիստը։ Կնոջ օրը սկսվում է առավոտյան ժամը 8-ին։ Մտնում ես լոգանքի։ Մեր լոգանքը 4 անգամ ավելի երկար է տևում, քան ձեր ցայվելը։ Որպեսզի մեր լոգանքը լինի լիարժեք, օգտագործում ենք մի շարք քսուկներ։ Գել մազերի համար, մաշկը խոնավեցնող, գել փափկեցնող, գել խորը խոնավեցնող, թարմացնող, գել դեմքի սկրաբ։ Լոգանքից հետո սկսվում է հարդարվելու process-ը։ Մենք նախորոք մտածում ենք, թե տվյալ օրը ինչ ոճով ենք մեր մազերը հարդարելու ու ինչ ոճով ենք շպարվելու։ Տոնիկ, պիտательный, տոնальный, տուշ, սյուրմա, ռումյանը։ Բայց սա դեռ կեսն է, քանի որ դեռ պիտի հագուստ ընտրենք։ Բայց սա միայն նախաճաշի գնալու համար։ Բա, իսկ ինչա ձեր տղամարդկանց հանգիստը։ Մի շորտի պատմություն։ Առավոտյան արթնանում եք շորտով։ 2 ժամ հետո այդ նույն շորտով դուշ եք ընդունում։ Այդ նույն շորտով գնում եք նախաճաշի։ Նախաճաշի ավարտից հետո նույն շորտով գնում եք լողավազան։ Լողավազանից հետո էլի նույն շորտով գնում եք ճաշելու։ Գիշերը նույն շորտով տժում եք հյուրանոցի փարթիներում,
եւ վերջում էլ այդ նույն հարգարժան շորտով վերադառնանք Երևան։ Բայց ասենք մենք էլ բայց մենք էլ լավ ավտո ենք քշում։ Աչքիդ է երևում։ Դա հերթական կարծրատիպային մտածելակերպն է, որը հորինել են ովքեր տղամարդիկ։ Դրա համար զզվում եմ տղամարդկանցից։ Spús, Levonevna, spús. Գիտես լավ էլ պինդ ոսկոր է։ Ես են մոդելների բան չի տվե ուտելու, սաղ ինքնա ներսար է։ Հալը մերոցի բրենդովի շորտիկը, եսի հաստատ իմ պրտնի է, տենաս որդի ծար է։ Մայրիկ լավ էլի նորից առիվտրական է ներսումը տարտնացավ։ Բրնիր ոտքերից ու քիչ խոսի։ Լավ գնաց, կասիտոր Լևոնովնա։ Դե հələ պատմեք, այդ մարդու մասին մեր բանն պատմենք հասկանանք ինչ մարդ է եղել։ Աստված միշտ տանում է պրոֆեսիոնալներին։ Իսկ Ռուդին շատ պրոֆեսիոնալ մարդ էր։ Մի անգամ հիշում եմ, ելույթիցս 10 րոպե առաջ մանիկյուրիս ծերը թռել էր, իրան չկորցրեց, ասեց բեր մյուս մատներիդ մանիկյուրի ծերն էլ թրծրեք, այդ ենց ջոկող մարդ էր։ Հասնող տղա էր։ Մի անգամ ելույթից առաջ կաղոտ կես հատ գնաց։ Իրան չկորցրեց, իրա հակի կաղոտ կեն հանեց տվեց ինձ։ Հասնող ու թասիբով տղա էր։ Ուй, դե, աղջի իլարի հասկանանք ինչ ենք անում։ Հայմարդ ես կի թորներիս չէի պատրասում այսքան գրկեի։ Այ, իջա։ Մինասյանն է զանգահարում, ինչ կարող եմ անել, ինչ կարող եմ անել։ Աղջի ինչ անես, սանգի հասոյին, ասա արեգացնի, ժամանակ շայի, միշտ մենք հասկանանք ինչ ենք անում այս մումիայի։ Շատ ճիշտ ես, գիտես։ Ալո, Հասմիկ ջան, խնդրում եմ, դու հիմա Մինասյանին ցրիր, մինչև մենք այս Ռամզեսին ոնց որ հարկն է կտեղավորենք, լավ։ Ազիզ, բայց հաստատ ճիշտ բան ենք անում։ Մենք սխալ ոչինչ չենք անում, ավելի լավ է արագ հողը լցնենք, քանի Մինասյանը չի եկել։ Մինասյանն եք ուզում օգտագործածիլ եք, հա? Մտածում եք քաշովի սալֆետ կայեմ էլի։ Շելարայանի տաղուն էլ ձեզնով եք ուզում անեք, հա? Ja, Մինասյան ջան, ես ուր։ Ռոզին ուր ապ է։ Ռոզին կոմերն է ոնց որ։ Հələ ցույց տու։ Մի րոպե, Մինասյան ջան, ես լավ եղանակին։ Ինչ Ռոզի։ Ասում եմ կարող եմ մի հատ իրար հետ սառը, ասենք պիվա խմենք։ Ալապես վատ բան չես ասում, հասո ջան։ Ինչ պիվարա, ես դե Ռոզիկին գտնեմ։ Մի րոպե։ Դու վստահ ես, որ քեզ էսպային հենց ասենք Ռոզիկն է պետք։ Ասում եմ կարող եմ մի հատ իրար հետ Ասատրյանի տակ պարենք, երգենք, հայ ես դու, ես հայ եմ, քո ցավատանեմ Մինասյան ջան, ես Ջան, արա կանյարա, ինչ պարմարարա, ես պիտի Ռոզիկին տենամ արա։ Իա, Ռոզիկ, մայրի, Մայրիկ, Ռոզիկ Լևոնովնա, հեյ, Ռոզիկ, Լևոնովնա, ուր եք արա։ Մայրիկ, ես բետ ժամը գորրում եմ արա, չեք լսը։ Նաչալնիկ ջան, ճիշտ ասած, վլեի վերջի ալբոմն ատուս եկե երգ էի լսում, աշկս կպել էր։ Ռոզին ուր արա։ Նաչալնիկ ջան, բարկացա։ Նաչալնիկ ջան, ճիշտ ասած աչքը կպել է, թող մի քիչ քնի հանգստանա մի զարթացրու էլի։
Ասում ես էսի Ռուդիկն է։ Հա։ Արաբավոտների մատները խիան մանիկյուր արած արա։ Նացալնիկ ջան, Ռուդինը դրա համար է մանիկյուր արած։ Ռուդիկ, հենելը։ Վայ հորս սարև, Լևոնովնա։ Էսի ձեր եք արնում արա։ Դերցիկ պարոն Մինասյան պարզապես քնովն է անցել, ինչ-որ բան է պատահել։ Ներվերես չխախտեք, հա։ Եթե Ռուդիկի հետ մի բան արել եք, չէ։ Ագրավի սրոկով դատելու եմ։ Չի կարող է խեղտվի։ Ո՞վ։ Ռուդոլֆը, նա գնացել էր լողալու։ Ուր դե լողնեմ։ Այնտեղ։ 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 Հա։ Ես բան ինչ ենք անելու։ Դու հիմա կնվես Մինասյանի շեղում ես, ես դեմքը բացում եմ ոչինչ։ Արա ուր կորավ է տրեն։ Որն է լողնեմ։ Արա դուք հաստատ ընձի խափում եք, հա։ Նացալնիկ ջան, այն կոմը նայել ես։ Հա։ Այդ Լևոնովնան ինչ անեմ, արա։ Աբազների հետ է խաղում, Նացալնիկ ջան։ Դրան չգիտես չտեսա։ Նոր աբազատես է։ Ստե հաստատ մի բան են չի։ Նացալնիկ։ Ոյ օրս։ Բլդուղ ջան, Ասա ցավիգը տանիմ։ ես մեռնեմ քո կյանքին։ Մեռնիմ ես քո պատկերիդ։ Մահանամ իմաստությանդ։ Մահանամ պռոշներիդ։ Մեռնեմ ես քո գաղափարին։ Մեռնիմ ես քո ծոքեզի։ Դու մեր մեծ քուրն ես, ոչ թե տարիքով, այլ գաղափարով, որ դու ես ամեն ինչը սենց ճիշտ ձևով կազմակերպել ես։ Բա եղավ։ Բել որորվա համար ենք։ Համե պարաբ էինք սիմե պանım բզբզանք էլի։ Հա, Ռուդին արժանի էր։ Գայան ջան, իսկ դու հավատում ես այդ հոգու անմահությանը, այդ դժոխք պատմությանը։ Դե նայած գաղապարի։ Օրինակ ես 35 տարի այս դժոխքի մեջ կաբրիմ։ Բայց ինձի համար սարքել եմ ուսիկ դրախտ։ Ես օրինակ չեմ հավատում այդ դրախտ դժոխքին։ Յա, այդ ինչի չես հավատար։ Կուզես մեր Ռուդիի թոքին կանչեմ իմանանք, լավ տեղ է թե վատ տեղ է։ Հա? Կարանք գայու ջան։ Հա, ինչի չենք կրնա։ Դու գիտես ես ու կագասը ստեղ ձեզնից առաջ մենակ կաբրենք։ Գիշերները ես իմ սիրածես հնդկական կինոյի դերասանների հոգիները կկանչեի։ Օրինակ Ռաշկապուրին եմ կանչե, Միթխուն Չակրոբորցիին եմ կանչե, մի անգամ է Արման Բարդուբյանի հոգին եմ կանչե։ Բայց Արման Բարդուբյանը չի մեռել։ Հա։ Հա։ Ծոբեինով էր կանչի եկավ։ Լավ, դե ելեք ստեղան կհավակրտեք, սրպրտեք, մաքրեք, եկեք որ Ռուդիի հոգին կանչենք։ Արես ոնց են կարես, հաստատ դու արի, չէ։ Նացալնիկ ջան, մուր մեր կպես շալվարիդ։ Կյանքդ էի փրկում կյանք։ Որա գլուխս մրմրում ամայրիկ։ Հա, ինչ է կարի Ռուդիկի հետ։ Արա ուր կորավ էդ տեղեն արա։ Իսկ ինչու եք խոճապահար փնտրում Ռուդոլֆի, պարոն Մինասյան։ Մի խոսքով այդ Իզաբելային իր աղջկեք հետ, գիտեք, չէ։ Հա, գիտենք, Ռուդոլֆը մեզի մասին ամեն ինչ ասել է ու ասել է, որ իրանցից զգուշ ելնենք։ Բայց իրանցից վախեցող չկա, Նացալնիկ։ Հոշեմ դրանք իմացել են, որ Շելարայանի տղեստե է։ Այդ ինչպես։ Այդպես, Լևոնովնա։ Եվ մենք պետք է գտնենք Ռուդիկին, պետք է գտնենք ու պատմենք նրան։ Ամեն ինչ, թե չէ մեր պլանները կգրվի սառուցին ու մենք սենց օբշի սաղովի կետանք գաղութ։ Լավ, ես գիտեմ ինչ պետք է անել։ Ես Ռուդիին պոյս կտամ այս հույրանոցում։
դե գնա։ Հա, հավայ։ Լևոնովնա, հարագացրու, թե չէ կխեղդվի ես անտերը։ Ալո, Travel One-ջան, դոբրի։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Արես ինչ լավ հյուրանոց եք մեզի բերել։ Շատ ուրախ եմ, որ հավանել եք։ Պրոստը մեծ խնդիր կա էլի, քավորը սա կորել։ Ռուզին, հա, չենք կարում գտնենք։ Անես նեղված եմ, չեք պատկերացնի։ Դուք ես ընթացքում ես 4 օրվա ընթացքում ծնողի պես կողս եկել է։ Ընձի մերություն եք արել։ Հիմա կարաք ձեր ձևերով մեր Ռուզիկին մի հատ պոիսկ տակ գտնեք էլի։ Բարի պարոն Մինասյան, փորձենք կապ հաստատել հյուրանոցում տեսախցիկների վերահսկող աշխատակիցների հետ, տեսնենք ինչով կարող ենք ձեզ օգնել։ Շատ ապրես Աչոն ջան, այդ սախեջ։ Երևաններից էլ ասա, տրանսպորտը հələ 200 դրամ չեն սարքել։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Լավ։ Դե կսպասեմ ձեր զանգին։ Բարի պարոն Մինասյան, ստեսություն։ Արես Travel One-ը ինչ ցենտր տուրիստական է։ Զիմինայից ավելի օպերատիվ աշխատեմ։ Հասնեմ Երևան տեղ, մի լավ ռեկլամ անեմ այդ մարդկանց։ Մալադեց։ Այ Ազիզ, ոնց որ էքսկավատոր լնենք։ Ախշի մերակ փորելով։ Վերջին անգամ ես մեր ինստիտուտի դեկանի ոտքի տակ եմ այսքան փորել։ Էլ չեմ դիմանում ծնողներիս արև։ Ախշի, Մինասյանը գալիս է, հետ տալիս նրան։ Հեսա տոշնի կլնի։ Travel One-ին ասեցի, որ իրենց կանալները խոդի տան ու գտնեն էլի։ Արա մենակ թե դժբախտություն պատահած չլնի Ռուզիկիս հետ, թե չէ սաղս կորացինք։ Նաչալնիկ ջան, դու մի անհանգստացի։ Մենք անպայման Ռուզիկին կգտնենք։ Վայ քորը կալբաստնա։ Սյուզ, ուզում եմ հասկանամ տղամարդկանց ինչ ես ատում։ Որովհետև իմ ոչ բարով հայրը ամբողջ կյանքում մամայից դավաճանել է։ Մենք օրերով նրան չէինք տեսնում։ Մաման միշտ մենակ ու տխուր քնում էր։ Իմ մոտ էլ նես տպավորություն էր, որ ամբողջ կյանքում լավ ես ապրել։ Շատ։ Տունը լիքն էր պապայի երշիկներով ու մամայի արցունքներով։ Լսի, բայց իրականում բոլոր տղամարդիկ տենց չեն։ Լավերն էլ կան, վայ, օրինակ Շելարայանի տղեն։ Զուզվեցի արդեն, ես ոչ մեկի հետ չեմ ամուսնանալու։ Ոնց որ ասում է Գուսանուհի Իվետա Մուկուչյանը, Հայաստանի աղջիկներ, խի եք սենց դաժան։ Սյուզ։ Ոնց է աշխարհի ամենահզոր կալբաստ սամոն։ Նորմալ ապեր, ինչ նորություն կա երեխուցում էր փեսուց։ Պրոցեսի մեջ է կալբաս ջան, հա, ամեն ինչ նորմալ է, ուղղակի ժամանակ է պետք էլի։ Դե սիրա արվելու համար ժամանակ է պետք։ Ապեսրով է սիրա արվելով պսակվում, կամ զառով կամ փողով, արագացրեք։ Լավ, ցավը տանեմ։ Արաբա, ինչ եմ անելու արա։ Են Ռուզիկն են դե է կորել։ Հալո։ Ավակյան, ինչ կա։ Բան չկա, շեֆ ջան, սենց էլի առավոտ զարթնեցի, լավ կրիվետկա կերա, սենց կրիվետկա սաղ կյանք չէի կեր։ Արա դրա մասին չի խոսքը, Սյուզից ու Թոմասից ինչ կա։ Շեֆ ջան, լավ բան չկա իրականում, այս աղջիկը ոչ մեկի չի ուզում։ Արա Ավակյան, լսի, ուրեմն կալբասն էր զանգել։ Ու եթե նես լինի, որ Սյուզին ու Թոմասը չամուսնանան, ինձ ու քեզ է իրար հետ պսակելու արա։ Բայքու։ Ու вообще Թոմասի վրաս դե լիքաշ կա, ջոգում ես։ Հենց ենք անում, որ ձեռներիցս չտանեն։ Եղավ։ Լավ, շեֆ ջան, ուրեմն ես այս հարցը կկարգավորեմ։ Աղջի, ես ինչքան հոգնեցինք։ Վայ, վերջին անգամ ես այսքան հոգնել էի, որ Պարսկաստանի ճակռելով ֆալշավտապ յուղ էի բերում Հայաստան։ Կարծես ֆիզկուլտուրայի դասատու լինեմ։ Այս չեմ ջոգում, ես ինչ կա ձեր վիճակը։
Մարդիկ ծով են գարում, որ լողն, դուք սա ավազների մեջ թավալ եք տալում։ Թե ասես Ռուդիկը ուր կորավար է։ Չեմ հասկանում, գերին նա մտե որ չեն կամ գտնենք։ Հա դուք հասկանում եք գոնե, որ եթե Ռուդիկին մի բան եղավ, սաղս քաշված ենք։ Աստված ջան, խնդրում եմ, աղաչում եմ։ Աստված ջան, խոստանում եմ, ոչ մի վատ բան չեմ անում, ցավը տալի։ Յուբկեքի հետևից չեմ ընկնի։ Մենակ թե Ռուդիկս հետ գա ցավը տալի։ Ay, ուրես արել։ Տեսար նաչալնիկ ջան, Աստված, վերևը կա, քո բոլոր ասասները լսեց ու արեց։ Վայ, նաչալնիկ ջան, ճիշտ է մի հատ է, ճիշտը մեկ-մեկ հիվանդանում է, բայց երբեք չի մեռնում։ Այո, որովհետև ես ոչ մի գիտական գրականությունում նման բան չեմ տեսել, սա իրոք ֆենոմենալ է։ Ռուդիկ ջան, ապերես ուրեր կորել ցավը տանեմ, հա, ոնց ես։ Ինչ մի վրա եք տվես սաղըտ։ Ախ, ես գլուխս ոնց է ցավում։ Ես ինչա կատարվում հետս։ Որ ես Երևանյան լիճը ես ոնց է մեծացե։ Որ ես ինչքան եմ բիսեդկում տղեքի հետ խմե, որ ես ծովը ծնկներից սա ուժ է։ Ախ, ես ինչա կատարվում հետս, Տեր Աստված։ Ես բլդուղն եմ։ Ասպես չեղավ, հետևիցս ինչ որ կսեմ ասեք։ Ես բլդուղն եմ, կանչեմ գա Ռուդի։ Ազգանուն իշխեր։ Բոզոյան։ Վադեկցո, չկա դոնց կանչելու։ Բլդուղ ջան, էդ քո մտածածը չի։ Իրա իսկական ազգանունը Բ-ով է, Բոզոյան։ Ուղղակի Facebook-ով ու անձնագրով է Բ-ով գրվում։ Ինքը կարգի նորմալ ախպեր է։ Լավ, շարունակենք։ Ես բլդուղն եմ, կանչեմ գա Ռուդի Բոզոյանի հոգին։ Հմի պդի սաղըտ հեշտով ասեք։ Սպասեք կագաս ասե նոր թուք։ Կագաս։ Կագաս ասեց, հմի բոլորը սիրար էտ կրգնենք կը Ռուդի, եթե ստեղ ես ձեն անե։ Ռուդի, եթե այստեղ ես ձայն հանիր։ Ռուդի, եթե այստեղ ես ձայն հանիր։ Ռուդի, եթե այստեղ ես ձայն հանիր։ Ռուդի, եթե այստեղ ես ձայն Այս ուրիշ բան, այս եղավ հայերեն, այս ջրից հետո կարելի է դուշի աբրվել։ Ռուդի, լավ ես։ Ինչ Ռուդի, ես Ռուդոն եմ, պրոստը աղջիկ ես չեմ ուզում հետդ ուրիշ ձև խոսամ, Ռուդոյով դիմի։ Կատակ ես անում չայ գիր։ Քուրիկ ջան, դու աշկիս ինչ-որ մեկի հետ ինձ պուտը տեսանում։ Ես հասկացա ինչ է տեղի ունեցել նրա մոտ ուղեղի հետ վնասվածքային ցնցում է եւ նրա ենթագիտակցությունից դուրս է եկել նրա թաքնված եսը անցյալից։ Լեյվոնովնա, կատվի նտելի փախա, աղջի նորմալ մարդավարի լեզվով խոսա բան հասկանանք։ Այսինքն Ռուդին ամբողջ կյանքում եղել է քյարթու, բայց հիմա դա դուրս է եկել ջրի երես։ Ձեր ռեկարնում արա։ Ինչ ցնցում, ինչ բան, արել Ռուդիկ։ Ես ինչ սիմուլանտություններ ես անում։ Վատես այ վագրելը դզվի, շենգավիցի Ռուդոյի հետ լը ոչ մեկ չի կարացե սենց խոսը։ Դու այն նուպագացի։ Տղամարդիկ խնդրում եմ, հանդարտվեք, դուք բջջային ունեք։ Հիմա ամեն ինչ կպարծենք, խնդրում եմ։ Ահա։ Այստեղ բավականին բաց թողնված զանգեր կան։ Եկեք այս համարին ետ զանգ տանք և գուցե ձեր հիշողությունը վերականգնվի։ Ռուդի, եթե այստեղ ես ձայն հանի։ Ռուդի, եթե այստեղ ես ձայն հանիր։
Իսուս, վերցրա տեսնինք ինչ կսե, թե չէ կխռովի կեշտա, վերցրա տես ուրդեղ է։ Ալո, բարև ձեզ։ Ռուդի ջան, դու ես։ Այ մարդ ինչքան պետք է ասեմ, Ռուդին չի Ռուդոնա, ես ձեզ չեմ ճանաչում։ Վայ աղջիկներ, չեմ հասկանում, այս փաստորեն մեզ այդ աշխարհում չեն ճանաչում։ Ռուդի ջան, դու հիմա որտեղ ես։ Էսա, շատ լավ էլ տեղ եմ, տեսեք։ Աղջիկի Ռիքսոսը չի Եգիպտոսի։ Այս փաստորեն չի մեռել։ Ռուդի ջան, դու մեզ չես ճանաչում։ Նայ, քո մոդելներն ենք։ Լալան, Լիլին, Լիլան։ Ախպոր պես կպեք ձեր գործերին, էլի ես ձեզ չեմ ճանաչում։ Փաստորեն Ռուդին սաղը։ Սյոստը տարելավ մեզ չի ճանաչում։ Փաստորեն դուք ինձ խապել եք որ մոդել եք։ Դիա Ռուդին չի մեռե ու քսոր ձեզի չի ճանչե։ Էս բլդուղին վրա խապեք կը, ես էլ պարկերի տակ կննիմ կելեղ կկազմակերբեմ, հմի ես իրեկի թաղումն էլ միակամից կկազմակերբեմ։ Ֆսո, աշկիս մենք հաստատ շելարանի տողուն ձերքներեցս բաց ենք թողել։ Ռոզիկը հիշողությունը կորցրել է, ես չեմ կարա ձեզնից մոդել սարքեմ արա, так что փասապուսը գտ հավքմեք ու քասարե թմենք գաղուտ։ Պարոն Մինասյան, շատ եմ խնդրում, մենք երդվում ենք մեր բոլոր սրբություններով, ամեն ինչ կանենք, որ Թոմասը մեզանից մեկին հավանի, միայն խնդրում եմ ոչ բանտախուց։ Նացալնիկ ջան, շատ եմ խնդրում, մենակ հետ չգնանք, ես հեսա կզանգեմ են մոմ տապող Օսանին, էնին նենց թուղթուգիր կանի, որ ինքը հաստատ ինձ կսրի, շատ եմ խնդրում Մինասյան ջան։ Այո, խնդրում եմ, տա գլխով պետք չէ որոշում ներկայացնել, մենք ամեն ինչ կանենք, որ Թոմասի մեր ձեռքից բաց չթողնենք, խնդրում եմ, պարոն Մինասյան։ Սո, գործակ, Թոմաս էլ չկա։ Պարոն Մինասյան, շատ եմ խնդրում, ես զանգեմ եմ որոշում ներկայացնել։ Շեֆ ջան, ոնց ասել են, շելարայինին էլ մեր ձեռից տանող չելն է։